անցում ենք կատարում մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխման վերացման երկարաձգման հարցին, թե հրատապության կարգով ներկայացված միջնորդությունն է։ Բոլորին անդրադարձ է կատարում։ Հասկանալի է։ Այդ թվում նաև հրատապության կարգով ներկայացված միջնորդությանը։ Ձեր նախընտրությամբ որին ուզում եք։ Որովհետև եթե միջնորդություն ներկայացված միջնորդությունն ենք քննարկում, միջնորդությունը պետք է ներկայացվի պաշտպանների կողմից, որովհետև իրանք են ներկայացրել միջնորդությունը, նոր ըստ էության հակափաստարկներ ներկայացվի այդ տրամաբանության մեջ են հարցը։ Հասկացա ձեր դիրքորոշումը, տրամաբանությունը ձեր դիրքորոշման մեջ, դատան առաջարկում է ձեր դիրքորոշումների մի հատ որոշ մեղադրյալների մասով ներկայացնեք, առարկություններին ձեզ պատասխանել հնարավորություն է։ Շատ բարի։ Ուրեմն անդրադարձ կատարենք մեղադրյալ Արման Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի հարցին, պատվարժան դատարան մեղադրանքի կողմից դիրքորոշումը վերանշված հարցի վերաբերյալ հետևյալն է, մասնավորապես մեղադրյալ Արման Սարգսյանի նկատմամբ կիրառված է կալանք խափանման միջոցը եւ մեղադրական եզրակացությունը հաստատված վարույթի նյութերի հետ միասին դատան է ուղարկվել, ուստի հաշվի առնելով նաև որ հիմնավոր կասկածը մի քանի դատարանների կողմից արդեն հաստատված է համարել, ինչպես նաև վերաքննիչ ատյանում բողոքարկման արդյունքում կրկին հաստատված է համարել, այդչափ խորությամբ հիմնավոր կասկածին անդրադարձ չեմ կատարի, ուղղակի կփաստեմ, որ դատարանները օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատել են Արման Սարգսյանի առնչությունը իրեն մեկսագրված արարքին եւ հաստատել են նաև դեպքի կամ իրադարձության համապատասխանությունը քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներին։ Պատվարժան դատարան քրեական դատավորության օրենսգրքի 117-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ եթե խափանման միջոցի գործողության ընթացքում փոփոխվել կամ վերացվել են կիրառված խափանման միջոցի իրավաչափության պայմանները, ապա իրավասու մարմինը իր իրավասության սահմանում կարող է փոփոխել կամ վերացնել կիրառված խափանման միջոցը։ Հիմա սում դեպքում պատվարժան դատարան մեղադրյալ Արման Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի գործողության ընթացքում մեղադրանքի կողմի կարծիքով իրավաչափության պայմանների այնպիսի փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոնք հիմք կարող են հանդիսանալ վերջինիս նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու։ Այս մասով պատվարժան դատարան մեղադրանքի կողմը գտնում է, որ ներկայումս այս փուլում բարձր է հավանականությունը առ այն, որ մեղադրյալ Արման Սարգսյանը մնալով ազատության մեջ կարող է քրեական դատավորության օրենսգրքով, ինչպես նաև դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարել, այն է ապօրինի ազդեցություն գործադրել վարույթով քրեական դատավորությանը մասնակցող անձանց վրա, ինչպես նաև խոչընդոտել քրեական վարույթի դատաքննության ապացուցման գործընթացին։ Այս մասով պատվարժան դատարան մեղադրանքի կողմի դիրքորոշումը մեծամասամբ հիմնված է քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների վրա, հաշվի առնելով, որ մեղադրյալ Արման Սարգսյանը ըստ էության որոշակի հարաբերությունների մեջ է գտնվում քրեական վարույթով անցնող անձանց հետ, որոշակի փոխհարաբերություններ ունի, ինչպես աշխատանքային, այնպես էլ այլ անձնական բնույթի հարաբերություններ, վերջինս պատվարժան դատարան մեղադրանքի կողմի կարծիքով, եթե մնա ազատության մեջ, հնարավոր է ապօրինի ազդեցություն գործադրի արդեն իսկ քրեական վարույթի նախաքննության ընթացքում ցուցմունք տված անձանց վրա, հետագայում վերջիններից ցուցմունքները փոխելու, այլ անձանց ցուցմունքների հետ համապատասխանեցնելու, ինչպես նաև այլ եղանակներով դրսևորումները կարող են լինել։ Ուստի վերնշվածը հաշվի առնելով մեղադրանքի կողմը գտնում է, որ դեռևս շարունակում են առկա լինել հակակոռուպցիոն դատարանի կողմից արձանագրված եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից անփոփոխ թողնված դատական ակտով սահմանված կալանք խափանման միջոցի իրավաչափության պայմանները եւ հիմքերը եւ միայն մեղադրական եզրակացությունը հաստատված դատարան ուղարկելը ինքնին չի կարող այդ իրավաչափության պայմանները նվազեցնող հանգամանք դիտարկել, այսինքն սույն դատարանը պատվարժան դատարան պետք է քննության առնի ըստ էության հետևյալ հարցը, հիմնավոր կասկածի արկայություն եւ կալանք խափանման միջոցի կիրառման իրավաչափության պայմանների շարունակական արկայություն։ Մեղադրանքի կողմը գտնում է, որ այդ շարունակական արկայությունը արձանագրված իրավաչափության պայմանների նույնպես շարունակում է բարձր ռիսկի վրա գոյություն ունենալ, հաշվի առնելով իմ կողմից արդեն իսկ նշված հանգամանքները։ Մեղադրանքի կողմը պատվարժան դատարան միևնույն ժամանակ գտնում է, որ այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող իզորու լինել ապահովելու մեղադրյալ Արման Սարգսյանի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի այս փուլում։ Մեղադրանքի կողմի դիրքորոշումը այս մասով նաև պայմանավորված է հետևյալ հանգամանքներով, պատվարժան դատարան քրեական վարույթով
դատաքննությունը նոր է սկսվում, առաջին դատականից է, դեռևս հետազոտման ենթակա ապացույցների ծավալը սահմանած չեն դատարանի կողմից, չեն ներկայացվել, թե ինչ ապացույցներ պետք է հետազոտվեն, խոսք չի կարող գնալ, որ որևէ ապացույց դեռևս քրեական բարույթով հետազոտված չէ, ուստի վերանշված պայմաններում մեծ է մեր դատավարական հետաքրքրությունը պատվարժանդատան անձանց կողմից ապացուցման գործընթացին միջամտելու, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցություն գործադրելու։ Միևնույն ժամանակ անձը բնութագրող հանգամանքների համատեքստում մեղադրանքի կողմը գտնում է, որ անձը բնութագրող հանգամանքները նույնպես չեն չեզոքացնում այս փուլում առկա մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի իրավաչափության պայմանների ռիսկերը չեզոքացնելու համատեքստում, ուստի վերնշված նկատառումներից ելնելով մեղադրանքի կողմը միջնորդում է մեղադրյալ Արման Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով։ Պատվարժանդատան ֆորմատը ինչպիսին ենք ընդունում հակափաստարկները բոլորը միանգամից թե կասեք, որ Մեղադրյալ Արսեն Մելիքյանի մասով մեղադրանքի կողմի դիրքորոշումը հետևյալն է, մեղադրյալ Արսեն Մելիքյանի նկատմամբ կիրառված է տնային կալանք խափանման միջոց, պատվարժանդատան մեղադրանքի կողմը կրկին հիմնավոր կասկածին այդչափ խորությամբ անդրադարձ չի կատարի, ընդգծում է, որ հաշվի առնելով, որ դատարանների կողմից արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված են համարվել մեղադրյալ Արսեն Մելիքյանի վերագրվող արարքին վերջինիս առնչություն, այսինքն հիմնավոր կասկածը, ինչպես նաև դեպքերի և իրադարձությունների իրեն մեղսագրված քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հանցակազմին համապատասխանելու հանգամանքները, ուստի մեղադրանքի կողմը այս մասով գտնում է, որ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված խափանման միջոցի գործողության ընթացքում դրա իրավաչափության պայմանների այնպիսի փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոնք հիմք կարող են հանդիսանալ մեղադրյալ Արսեն Մելիքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու։ Այս մասով մեղադրանքի կողմի դիրքորոշումը նույնն է, որ մեղադրական եզրակացությամբ հաստատված բարույթի նյութերը դատարան ուղարկել է ինքնին չի կարող այս իրավաչափության պայմանը նվազեցնող ինքնուրույն հիմք դիտարկվել, այս մասով պատվարժան դատարան կրկին մեղադրանքի կողմը հարկ է համարում ընդգծել, որ մեղադրյալ Արսեն Մելիքյանը կրկին որոշակի հարաբերություններ ունի սույն գործով անցնող քրեական դատավարությանը մասնակցող անձանց հետ, վերջիններից հետ որոշակի ինչպես աշխատանքային, այնպես էլ այլ անձնական բնույթի հարաբերություններ է ունեցել, ուստի այս նկատառումից ելնելով մեղադրանքի կողմը գտնում է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Արսեն Մելիքյանը հնարավոր է չկատարի քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները, ինչպես նաև դատանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները, որը կարող է դրսևորվել ինչպես քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցություն գործադրելու, այնպես էլ քրեական վարույթի դատաքննությանը խոչընդոտելու տեսքով, ապացուցման գործընթացին միջամտելու տեսքով։ Պատվարժան դատարան միևնույն ժամանակ մեղադրանքի կողմը գտնում է, որ այլընտրանքային այլ խափանման միջոցները սույն դեպքում իզորու չեն ապահովելու մեղադրյալ Արսեն Մելիքյանի նկատմամբ վերջինիս պատշաճ վարքագիծը դատաքննության ընթացքում, ինչպես նաև կրկին անձը բնութագրող հանգամանքները մեղադրանքի կողմի համոզմամբ չեն չեզոքացնում կիրառված խափանման միջոցի իրավաչափության պայմանների առկայությունը։ Մեղադրանքի կողմը վերահաստատում է, որ հակակոռուպցիոն դատարանի, ինչպես նաև վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից դատական ակտերով արձանագրված տնային կալանք խափանման միջոցի հիմքերի և իրավաչափության պայմանները շարունակում են առկա լինել, այսինքն առկա է շարունակական լինելու հանգամանքը, ուստի վերանշված նկատառումներից ելնելով մեղադրանքի կողմը միջնորդում է մեղադրյալ Արսեն Մելիքյանի նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով։ Մեղադրյալ Լիլիա Սարգսյանի մասով պատվարժան դատարան մեղադրյալ Լիլիա Սարգսյանի մասով կրկին հիմնավոր կասկածի մասով այդչափ խորությամբ անդրադարձ չեն կատարի, դիտարկումները ամբողջությամբ նույնն են և ըստ էության վերաբերելի են նաև Լիլիա Սարգսյանին, կրկին մեղադրանքի կողմը գտնում է, որ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված խափանման միջոցի իրավաչափության պայմանների այնպիսի փոփոխություն, որը հիմք կարող է հանդիսանալ կիրառված տնային կալանք խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու առկա չէ, և ըստ էության նույն հիմնավորումներն եմ ցանկանում ներկայացնել, որ մեղադրական եզրակացությամբ բարույթի նյութերը դատարանին հանձնելը ինքնին չի կարող խափանման միջոցի փոփոխության հանգեցնող իրավաչափության պայմանի փոփոխություն ըստ էության դիտարկվել,
Կրկին գտնում ենք, որ ազատության մեջ գտնվելու պայմաններում մեղադրյալ Լիդիա Սարգսյանը հնարավոր է չկատարի քրեական դատավորության օրենսգրքով, ինչպես նաև դատանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները, որը կարող է դրսևորվել ինչպես քրեական դատավորությանը մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցություն գործադրելու, այնպես էլ պատվարժան դատարան ապացուցման գործընթացին միջամտելու եղանակներով։ Այս մասով պատվարժան դատարան կարծում ենք, որ պետք է հաշվի առնվի կրկին անձի քրեական դատավորությանը մասնակցող այլ անձանց հետ հարաբերությունները, շփման առկայությունը, նախկինում կրկին անձնական, ինչպես նաև այլ բնույթի հարաբերություններ ունենալու հանգամանքը։ Այս մասով ցանկանում եմ ընդգծել, ինչպես Արսեն Մելիքյանի, այնպես էլ Լիդիա Սարգսյանի մասով կիրառված է ոչ բացառիկ խափանման միջոց, այսինքն այլընտրանքային խափանման միջոց, ուստի գտնում ենք, որ մեղադրյալ Լիդիա Սարգսյանի մասով այլընտրանքային այլ խափանման միջոցների կիրառումը սույն փուլում հնարավոր է պատվարժան դատարան չապահովի մեղադրյալի պատշաճ վարքագիծը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սույն գործով դեռևս հետազոտման ենթակա ապացույցների ծավալը որոշված չէ, դեռևս որևէ ապացույց հետազոտված չէ, այսինքն դատավարական հետաքրքրությունը այս մասով շարունակում է բավականին բարձր ռիսկի վրա մնալ, ինչպես նաև անձ բնութագրող հանգամանքները կրկին չեն չեզոքացնում մեղադրանքի կողմի կարծիքով կիրառված խափանման միջոցի իրավաչափության պայմանները եւ հնարավոր մտահոգությունները մեղադրանքի կողմի, ուստի այս նկատառումներից ելնելով մեղադրանքի կողմը միջնորդում է մեղադրյալ Լիդիա Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով։ Մեղադրյալ Դավիթ Հազինյանի իմաստով պատվարժան դատարան իրավիճակը մի փոքր այլ է եւ ըստ էության ես պետք է մի փոքր իրավական վերլուծություններ ներկայացնեմ, մասնավորապես պատվարժան դատարան մեղադրանքի կողմը տեղյակ է, որ պաշտպանության կողմը բարձրացրել է հետևյալ հարցը, մասնավորապես սահմանադրական դատարանը 16-19 որոշմամբ արձանագրել է, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո վերջինիս անձեռնունքելիության եւ ազատությունից զրկելը շարունակելու կամ ազատությունից զրկելու հետ կապված որոշակի մեկնաբանություններ է տվել։ Այս մասով պատվարժան դատարան մեղադրանքի կողմը առանձնահատուկ ցանկանում է անդրադարձ կատարել հետևյալ հասկացություններին, մասնավորապես ինչ ասել է պատգամավորի կարգավիճակ, ինչով է առհասարակ կարգավորում, այսինքն որն է օրենսդրությունը պատգամավորի կարգավիճակ հասկացության, որպեսզի ընկալելի լինի, անձեռնմխելիություն պատգամավորի, հիմքերը եւ կրկին կիրառելի իրավական ակտերը եւ զրկող մարմնի, այսինքն անձեռնմխելիությունից զրկող կամ ազատությունից զրկելու համաձայնություն տվող մարմնի հասկացությունների հետ կապված։ Մասնավորապես պատվարժան դատարան այս մասով հարկ է ընդգծել հետևյալը, որ առհասարակ ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցը ներառված է կամ համապարփակ ընդգրկվում է պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտի հետ։ Պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով, որի առաջին մասում ուղիղ նշված է. պատգամավորը իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար։ Այսինքն Հայաստանի Հանրապետության Սահմանադիրը պատգամավորի անձեռնմխելիությունը պայմանավորում է վերջինիս լիազորությունների հետ, այսինքն պատգամավորի կարգավիճակի եւ պատգամավորի լիազորությունների հետ կապը, սերտ կապը սահմանադրի նպատակն է պատվարժան դատարան դեպքում։ Այնուհետև պատվարժան դատարան սահմանադրության 98-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ պատգամավորի լիազորությունները դադարում են ազգային ժողովի լիազորությունների ժամկետը ավարտվելու, ինչպես նաև այլ հիմքերով։ Հիմա սույն դեպքում պատվարժան դատարան գոյություն ունի հետևյալ իրավիճակը. ազգային ժողովի 8-րդ գումարման ազգային ժողովի լիազորությունները ավարտվելու են 2026 թվականի օգոստոսի 2-ին։ Այսինքն այս պահին պատվարժան դատարան Հայաստանի Հանրապետությունում գործող իրավասու ազգային ժողովը ազգային 8-րդ գումարման ազգային ժողովն է։ Պատվարժան դատարան նաև հարկ է այս մասով հստակ ընդգծել սահմանադրական դատարանի 2022 թվականի մարտի 22-ի որոշումը կրկին պատգամավորների, ինչպես նաև պատգամավորի թեկնածուների անձեռնմխելիության վերաբերյալ, որտեղ հստակ արձանագրված է հետևյալը. Սահմանադրական օրենքի վիճակող իրավակարգավորումներով ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցող անձը օժտվել է անձեռնմխելիությամբ, այն է պատգամավորի թեկնածուի բուտ,
մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Կարևոր է, որ սահմանադրական դատարանը նաև բացահայտել է պատվարժան դատարան սահմանադրի նպատակը, ինչպես նաև օրենսդրի նպատակը։ Նշված է հետևյալը, որ օրենսդրի կողմից պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցող անձանց նման անձեռնունքելությամբ օժտելը նախ եւ առաջ նպատակ ունի այդ անձանց բնականon եւ արդյունավետ գործունեությունը երաշխավորելու։ Իսկ այս անձանց բնականon եւ արդյունավետ գործունեությունը կարող է երաշխավորվել միայն գործող ազգային ժողովի պայմաններում, այսինքն կրկին միացվում է վերջինիս լիազորությունների առկայության հետ։ Նաև պատվարժան դատարան այս մասով ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքը հստակ իրավակարգավորում ունի այս մասով անձեռնունքելիությունից զրկելու հետ կապված, մասնավորապես 90-րդ հոդվածի 5-րդ մասը ուղիղ նշում է, որ պատգամավորի թեկնածուի բուտ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ նա չի կարող զրկվել ազատությունից։ Այս մասով պատվարժան դատարանը հարկ եմ համարում նշել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել ինչպես Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, այնպես էլ վերջինիս ազատությունից զրկելու հարցերի վերաբերյալ։ Կա պատվարժան դատարան իրավական դիրքորոշում եւ ես վստահ եմ, որ պաշտպանության կողմը այդ հարցը բարձրացնելու է, մասնավորապես նշելու է, որ սահմանադրական դատարանի 16-19 որոշումը պայմանավորել է ոչ թե պատգամավորի լիազորությունները ստանձնելու, այլ պատգամավորի կարգավիճակ ստանալու հետ։ Սակայն այս մասով պատվարժան դատարան կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում պատգամավորի կարգավիճակ, այսինքն որն է պատգամավորի կարգավիճակը։ Այս մասով պատվարժան դատարան որպես հակափաստարկ ուղղակի հետևյալ հանգամանքը նշեմ, որ սույն գործող մեղադրյալ Դավիթ Ղազարյանը եւ սույն գործող պաշտպան Արամ Վարդևանյանը նույն կարգավիճակն ունեն։ Այսինքն, եթե պաշտպանության կողմը գտնում է, որ Դավիթ Ղազարյանը ունի պատգամավորի կարգավիճակ, նույնիսկ նաև Արամ Վարդևանյանը ունի պատգամավորի կարգավիճակ, եւ հետեւաբար ինչ գործ ունի սույն գործող պաշտպանություն իրականացնի։ Փաստաբանության մասին օրենքը հստակ նշում է, որ փաստաբան եւ պաշտպան չի կարող հանդիսանալ այն անձը եւ նշում է, որ ընտրվել է ընտրողի մարմիններում։ Այսինքն, եթե պարոն Վարդևանյանը ըստ իր մեկնաբանման ունի պատգամավորի կարգավիճակ, հետեւաբար սույն դեպքում ինչ գործ ունի որպես պաշտպանություն իրականացնող փաստաբան։ Այս նկատառումից ելնելով հաշվի առնելով, որ մեղադրանքի կողմի դիրքորոշումը այդպես չէ, ձեր հարցին ի պատասխան մեղադրանքի կողմը գտավ, որ պարոն Արամ Վարդևանյանի մասնակցությունը բացառող հանգամանք այս պահին չունի։ Ինչի համար, որովհետև մեղադրանքի կողմը գտնում է, որ պարոն Արամ Վարդևանյանը այս պահին չունի պատգամավորի կարգավիճակ, այլ ունի հետևյալ կարգավիճակը, որը սահմանված է ընտրական օրենսգրքով։ Այսինքն, մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի կարգավիճակ ունի, ոչ թե պատգամավորի կարգավիճակ, պատվարժան դատարան սահմանադրի իմաստով։ Այս մասով պատվարժան դատարան մեղադրանքի կողմը գտնում է, որ մեղադրյալ Դավիթ Ղազարյանը սահմանադրական դատարանի իմաստով պատգամավորի կարգավիճակ ձեռք է բերելու 2026 թվականի օգոստոսի 2-ին։ Ուստի այնուամենայնիվ պատվարժան դատարան հաշվի առնելով, որ դատական նիստեր մինչև այդ չունենք նշանակած, մեղադրանքի կողմը կրկին հարկ է համարում անդրադարձ կատարել մեղադրյալ Դավիթ Ղազարյանի նկատմամբ կիրառվող արդեն խափանման միջոցի իրավաչափության պայմաններին եւ հիմքերին արդեն քրեական դատավորության օրենսգրքի տրամաբանության մեջ, այսինքն այն հարցը, որ անհապաղ քննարկման ենթակա է այս պահին եւ ըստ էության այս պահին անազատության մեջ է պահվում օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև սահմանադրական դատարանի կարգավորումների հակառակ տրամաբանության մեջ, մեղադրանքի կողմը չի կիսում այդ կարծիքը եւ գտնում է, որ դա իրավական հիմնավորում չունի։ Պատվարժան դատարան կրկին հիմնավոր կասկածին այդքան խորությամբ անդրադարձ չեմ դատարի, ինչպես հակակոռուպցիոն դատարանը, այնպես էլ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը հաստատել է մեղադրյալ Դավիթ Ղազարյանի առնչությունը իրեն մեկսագրված արարքին, ինչպես նաև դեպքի համապատասխանությունը քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործի հատկանիշներին։ Մեղադրանքի կողմը գտնում է, որ
ըստ էության պատվարժան դատան հաշվի առնելով, որ օգոստոսի 2-ից Մեղադրյալ Դավիթ Հազինյանը ձեռք է բերելու պատգամավորի կարգավիճակ, ուստի այդ ժամանակից ելնելով է, որ արդեն ազգային ժողովի համաձայնությունն է անհրաժեշտ, այսինքն անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն սահմանադրական դատանի 16-19 որոշման առկա է լինելու, ուստի այս հիմնավորումներից ելնելով մեղադրանքի կողմը միջնորդում է Մեղադրյալ Դավիթ Հազինյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը փոփոխել, որպես խափանման միջոց կիրառել գրավը 1 միլիարդ դրամի չափով, վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը համարցված։ Վարչական հսկողության սահմանափակումների վերաբերյալ մեղադրանքի կողմը գտնում է, որ կիրառելի է քրեական դատավորությանը մասնակցող անձանց հետ սահմանափակման անհրաժեշտություն, ինչպես է վարչական հսկողության համապատասխան վերահսկողության էլեկտրոնային միջոցների կիրառման։ Ըստ էության այսքանը պատվարժան դատարան, շնորհակալություն։